Արցախից մինչև Երևան ուժի, կամքի և հաղթանակի ճանապարհ։ Լևոն Հայրապետյանի անվան սամբո ձյուդոյի օլիմպիական մանկապատանեկան մարզադպրոցը մինչև 2023 թվականը ուներ մասնաճյուղ Արցախում, որտեղ կոփվել են բազմաթիվ պատանի չեմպիոններ։ Սակայն պատերազմական իրադարձություններից հետո մարզադպրոցը տեղափոխվել է Հայաստան, շարունակելով իր գործունեությունը Երևանում։ Այսօր սաները մարզվում են Երևանի կենտրոնական բազայում, շարունակելով նույն ճանապարհը, որը տարիներ առաջ սկսվել էր Արցախում։ Պարապմունքները մեզ մոտ անց են կացվում անվճար, պետական հովանու ներքո, այսպես ասած, մարզադպրոցը ԿԳՄՍ նախարարության ենթակայության տակ է։ Մարզադպրոցը հիմնվել է դեռևս 1983 թվականին Լևոն Հայրապետյանի նախաձեռնությամբ։ Տասնամյակների ընթացքում այն վերածվել է ուժի, համառության և հաջողության խորհրդանիշ, տալով ավելի քան 600 Եվրոպայի և աշխարհի չեմպիոն ու մրցանակակիր։ Գավաթներ ունենք 3 անգամ շատ, ուղղակի տեղ չունենք կահավորելու համար։ Կա մեր մտքում ունենալ մարզադպրոցի վերաբերյալ, այսպես ասած, թանգարանային հատված, որտեղ որ մեր տարիների ընթացքում մարզադպրոցի նվաճած, այսպես ասած, գավաթների, մեդալների, ֆոտոների ունենանք անկյուն, որտեղ որ ավելի ներկայացված կլինի։ Սաները պատմում են, որ իրենց հաջողությունների գաղտնիքը ոչ միայն նրանց աշխատասիրությունն է, այլև մարզիչ Արմեն Ադամյանի նվիրումն ու անդադար աջակցությունը։ Մեր պարապմունքները անցնում են շատ լավ, մեր մարզիչը մեզ բացատրում է նոր ձևեր և տարբեր գծումներ։ Պարապմունքները անցնում են շատ լավ, պարապում ենք, գնացել ենք մրցումների, գրավել եմ առաջ տեղ, շատ շնորհակալ եմ մեր մարզիչին։ Մասնակցել ենք Ռուսաստանի Դաշնությունում անցկացված միջազգային մրցումին։ Անց եմ կացել 4 գոտեմարտ, հաղթել և գրավել առաջի տեղը։ Շնորհակալություն հայտնել մեր մարզիչին Արմեն Ադամյանին, քանի որ նրա քրտնաջան աշխատանքի շնորհիվ է, որ մենք այսօր կարողանում ենք այսպիսի արդյունքներ ցույց տալ։ Լևոն Հայրապետյանի անվան մարզադպրոցը այսօր էլ վստահորեն շարունակում է իր հաղթական ուղին, դառնալով այն հարթակը, որտեղ ձևավորվում են վաղվա չեմպիոնները, որտեղ տանիք են գտնում նաև արցախցի սամբիստները։ Այստեղ յուրաքանչյուր նոր հաղթանակ ապացուցում է, որ իրական ուժը ոչ միայն ֆիզիկական պատրաստվածությունն է, այլև հավատը, համառությունը ու ոգու անսպառ էներգիան։